քաղաքական ուժերը գաղտնի պլան չեն ունենում, մենք էլ չենք ունեցել գաղտնի պլան, շատ պարզ ակնհայտորեն ասել ենք մեր պլանը ինչն է, շատ հրապարակային, հիշում եք, չէ, այդ որ ասում ենք շատ հրապարակային, այդ վաղտ էլ ծաղրում էին, ասում էին Գյումրի 2 չի լինելու, կամ Գյումրիի մոդելն էին օրինակ ծաղրում, հետո երբ որ ասում ենք լավ այդ եվրոպական հայտնի մոդել է, որոշեցին մեզ պիտակավորել պատերազմի եռագլուխ կուսակցություն, ցենց ինչ-որ բանը միայն իրենց հայտնի պիտակով, այսինքն գաղտնի պլան գոյություն չունի, կա շատ հստակ պլան, որը ցավոք սրտի հունիսի 7-ին իրականություն չի դարձել, այսինքն երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն, հիմա օրինակ ես հետընտրական բոլոր իմ հարցազրույցներում խոսել եմ այն մասին, որ քանի որ հունիսի 7-ին ունենալով որոշակի հաջողություններ, բայց գլխավոր խնդրում ձախողել ենք, արդյունավետ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու խնդիր ունենք, որը միջնաժամկետ հեռանկարում խոսքը իմ կանխատեսմամբ տարի կեսվա մասին է, պիտի հասնի երկրում իշխանության փոփոխությանը կամ այս հակասահմանադրական ռեժիմի վերացմանը։ Մեծ ցանկության դեպքում, օրինակ իմ այս արտահայտությունը կամ գործընկերներիս առաջարկած այլ լուծումներ, որ շատ հրապարակային են հնչում, գաղտնի պլան անվանել չի կարելի։